Да, լավ թող, էսա կմոտեն։ Ուզեք ոտքով գնաք Ոտքով, մեքենա։ ոտքով, ինչի մեքենա։ Փողոցներից դամերքը զբոսնեկը տեսնեք։ Հետաքրքիր է։ Հետա հիշեք ստեղ։ Ահա։ Շնորհավորում եմ, շնորհակալ եմ։ Շնորհավորում եմ։ Անկեղծ ասած շատ ուրախացա, որ տեսա, որ ինձ թվում է թե զրոյական վիճակը ալնելու, բայց որ արդեն նախագծի 1/6 մասը արդեն արված է, էլի նախագծի։ Շնորհավորում եմ նաև ներքին Չարբախի բոլոր մեր սիրելի բնակիչներին, որովհետև դա իսկապես մեծ իրադարձություն է։ Իսկապես նրա մասին է, թե ինչպես կարա արվարձանային հատվածը դառնա կենտրոն, ամենաուղիղ իմաստով։ Եվ սա լավ օրինակ է, մյուս տեղերում էլ մենք տեղանքները ընտրելիս, իհարկե ամեն տեղը իր սպეციფիկան ունի, բայց տվյալ դեպքում ես համոզված եմ, որ Երևանում առնվազն բռնցքամարտի կենտրոն դառնալու է այս կենտրոնը եւ շնորհակալ եմ պատրաստակամության համար, որովհետեւ գիտեք թաքցնելու բան չկա։ Հիմա տեսեք, հազար ներողություն այդ բանի համար, բրենդինգը ամենակարևոր բանն է ժամանակակից աշխարհում։ Այսինքն նույն դպրոցը երկու տարբեր բրենդինգով, երկու տարբեր բացարձակապես բաներ են։ Եվ մենք հիմա այդ ճանապարհը, այդ քաղաքականությունը ворթեգրում ենք, երկու խնդիր կա։ Նախ մենք իսկապես շատ կարևոր է, որ մենք մեր նվաճումների հասած մարզիկները իմանան, թե Հայաստանի Հանրապետությունը իրենց ինչքան է սիրում։ Սա ու ինչքան է գնահատում։ Այս մեկ։ Երկրորդը նաև ակնհայտորեն մեր երեխաները շատ են սիրում նվաճումների հասած մարզիկներին եւ Արթուր Աբրահամին մասնավորապես։ Եվ սա մեզ համար նաեւ միջոց է, որպեսզի մենք մեր երեխաներին առողջ ապրելակերպի, սպորտի եւ մարզական կյանքի հետ կարողանանք կապենք եւ համոզված եմ լիքը երեխեք միայն ձեր անվան բերումով ընտրելու են այդ ճանապարհը եւ գալու են այստեղ։ Կարող է գան այստեղ բասկետբոլ պարապեն, բայց ուրիշ ձև պարտադիր չի։ Ու շատ լավ է, որ միայն բասկետբոլի բռնցքամարտի մարզադպրոց չի եւ սպորտի զարգացման մի շատ կարեւոր հանգրվան է։ Կրկին ձեր բոլոր նվաճումների համար շնորհակալություն եւ ձեր նվաճումները եւ գիտելիքները Հայաստանի Հանրապետության երեխաների, ձեր ծննդավայրի հետ կիսելու, այդ ակնհայտ պատրաստակամության համար շնորհակալ։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին, ովքեր այս նախագիծը իրականացրել են, մեր շինարար գործընկերոջը, ով արդեն լավ տեմպերացույց տալիս։ Գիտեք, շինհրապարակի որակը Բայանե ջան, մոտիկացինք, ինքն է մեր ճարտարապետուհին, ուրախ եմ շատ։ Շնորհակալ ենք ճարտարապետին։ Շինհրապարակի որակը արդեն շատ բանի մասին է խոսում, էլի։ Հա ճիշտ է, ես ուր գնում եմ, տենց բարձավոր աշխատում ենք մաքսիմալ տեսքի բեր, բայց ինչքան տեսքի բեր, օրիգինալ վիճակը մեկա տակից երևում է, թե դրանից առաջ ինչ ա եղել եւ դա շատ կարեւոր է եւ մենք ուզում ենք մաքսիմալ փոխվարչապետը ասեց արդեն, որ ձեզ հետ մենք մի քանի այլ նախագծեր իրականացրել ենք հաջողությամբ եւ մենք ուզում ենք հնարավորինս շատ գործ ունենանք լավ շինարարների հետ եւ ամեն ինչ անենք, որ որակյալ շինարարական ընկերությունները ավելի շատ լինեն, էս էլ է շատ կարեւոր եւ ձեր մայրիկին էլ եմ շնորհավորում, կարծում եմ եւ ձեր ընկերներին, մանկության, դասարանցիներին, դպրոցին, կարծում եմ սա բոլորի համար շատ մեծ իրադարձություն է։ Մանկական ընկերին դասարանցիները այնա կանգնած են։ Ուրախ եմ շատ։ Այդ շատ հետաքրքիր բան է Արթուր Աբրահամի դասարանցի լինելը։ Մինչև այսօր կապ կա։ Եվ ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել բոլորին այստեղ կանգնած, որովհետև բոլորը, պարոն վարչապետ, իրանց պատրաստակամությունը շատ արագ ցույց են տալիս եւ չէ բառ չեն փորձում օգտագործել։ Ինչ որ մի հարց է լինում, ամեն մեկը իր հարցը շատ արագ կարողանում է անել, դրա համար ոչ մի խոչընդոտ չկա։ Մեր շինարարը կարող է ասել, շինարարությունը շատ արագ գնում է առաջ, շատ պրոֆեսիոնալ եւ ստուգումները կառավարության կողմից կարող եմ ասել շատ հաճախ են լինում, որ ստուգեն ամեն ինչի որակը ճիշտ է թե չէ։
եւ դրա համար եմ ուզում շնորհակալություն հայտնել, որ ամեն ինչը շատ պրոֆեսիոնալ ձևով է արված։ Դե իհարկե հիմնական սա կարևոր, բայց ոչ հիմնական իրադարձությունն է, հիմնական իրադարձությունը բացումն է, որը ես համոզված եմ, որ եթե ոչ սահմանված ժամկետից շուտ, առնվազն սահմանված ժամկետին կանենք եւ դա շատ կարևոր է։ Շատ լավ։ Երեխեք ջան, ձեզ էլ եմ շնորհավորում, որովհետեւ ի վերջո ոնց պատտվենք, այս ամեն ինչը ձեզ համար է։ Առաջին հերթին ձեզ համար է եւ շատ ուրախ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն, որ եկել եք մեր ներքին Չարբար։ Ինքը մեր ճարտարապետը որ չլիներ, ես այսքան բանը չէի կարող գծել, որովհետև ինքն է գծել ամեն ինչը։ Ես իրան խնդրել եմ դա 3-4 տարի առաջ, 5 տարի առաջ։ Պարոն վարչապետ, եթե թույլ տեք կարող ենք շարժվել, համ Գնաց։ Գնաց։ Իսկ դուք որտեղ եք պարապել։ Ես պարապել եմ Ենգիբարյան դպրոցում։ Հա, այսինքն ստեղից գնացել եք։ Այստեղ եղել եմ դպրոցը։ Եվ Այսինքն ստեղ բռնցքամարտի Չէ, եղել է փոքր, բայց հետո ես տեղափոխվել եմ Ենգիբարյան դպրոց, այդտեղ ավելի մեծ է։ Պարոն վարչապետ, եթե դուք ցույց տամ մեր այգին, որ ես կառուցել եմ երեխաների եւ մայրերի համար։ Տեսնեք։ Ես միշտ երազել եմ, որ մամաները ինչ որ մի ստեղ մանկապարտեզ տանեն, որ ինչ որ մի ձախով խնդրում։ Շնորհավոր։ Բարև ձեզ։ Կարծում եմ լավ առիթ է բոլորիդ շնորհավորելու։ Լավ եղբայր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս որ թվին եք կառուցել։ Ես դա կառուցել եմ 4-5 տարի առաջ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Բարև ձեզ։ Շնորհավորում եմ։ Մերսի չի հավատում։ Նայեք, sense բոլորը sense գալիս են անվճար Wi-Fi you call me կողմից։ Անվճար, ես եմ կազմակերպել։ Գալիս են բոլոր մայրերը նստում են այստեղ, հետո մտնում են եկեղեցի, նայեք ինչպեսի sense խաղում են, սիրուն։ Երեխաները մայրերը նստում են ու կամերաները բոլորը հսկում են։ Ես շեշտը դրել եմ բնության վրա, լիքը ծառ եմ, 33 հատ ծառ եմ դրել, պարոն վարչապետ, 33 հատ բարձրացող ծառ եմ։ Ես չեմ ուզում ստեղ sense բիզնեսի բան անել, ես ուզում եմ sense այգի ու հանգստություն, որպեսզի մեր ժողովուրդը եւ ես մեծ շեշտ եմ դնում մաքրության վրա եւ կանաչապատման վրա։ Մաքրողը օրը 2 անգամ է գալի մաքրում, բայց ոչ մեկ ոչ մի բան չի գցում արդեն։ Սայտախտուր են կառուցել, որպեսզի մարդիկ չծարավեն, հետևը կառուցել ենք տուալետներ։ Սենց պետք է գնա։ Նրանք այո։ Հա, շատ լավ։ Տուալետներ, որպեսզի ժողովուրդը չգնան տուն գան, 4 հատ 2 հատ կանանց համար, 2 հատ տղամարդկանց համար։ Մտնում են եկեղեցի, մոմ են վառում։ Ես ձեզ աշխարհի չափ շնորհակալ եմ, չգիտեմ ես բառերով դիտում եք ասել, լավ չեմ ամեն ինչ մարդուն մոտ ասեմ, բայց Բարև, լավ ես։ ես պիտի ասեմ, իմ սրտի խոսքը դες պիտի ասեմ, բայց չեմ կարող եմ։ Նորմալ է, նորմալ է։ Չէ, պարոն վարչապետ, էսի նորմալ բան չի։ Չէ, նոր։ Յուրահատուկ բան է, գիտեք, որ sense աղքատ մի թաղամասում sense բան ենք ստեղծում, որտեղ ես էլ հուրհավիտյան չեմ, դուք էլ ոչ մեկն էլ, բայց սա մնում է եւ հետո գրելու եմ ես պատի վրա, ես առանձին գրելու եմ այդ ամեն ինչը իմ շնորհակալությունը, սա տուալետներն է, պարոն վարչապետ, որ ես կառուցել եմ, ժողովուրդը չգնան տուն գան, Շատ լավ։ օգտվեն երեխաները, այս էլ մաքրողի սենյակն է։ Շատ լավ, շնորհակալ եմ, շատ հոյակապ է, հոյակապ։ Ամեն ինչը Գերմանիայում։ Իսկ Գերմանիայում դուք որ քաղաք։ Բեռլին, պարոն Բեռլին վարչապետ։ Այս փողոցով մի քիչ մի քայլեք, ոչ ուշ է Հա, հաճույքով։ Իսկ հաճախ եք Հայաստան գալիս։ Շատ հաճախ, պարոն վարչապետ, տարին 3 անգամ մինիմում։ Դե հիմա ես գործի բերումով արդեն։ Ես շատ հաճախ եմ, դե գործի բերումով ես ամեն օր եմ կապված այս գործի հետ, որովհետև Շինարարի հետ անդադ կապին։ Շինարարի հետ, ողջ շինարարի հետ ես եւ իմ ընկերս տեղ լիքը հարցեր կան, այն ժամանակ որ փոսը փորում էին, ժողովուրդը փակել էին ճանապարհը, ասում են ցեխով անցեղ եք անում փողոցները, եւ այդքան զիբիլով ավտոները մարդիկ եղում են, եկան խոսում ենք, դե ժողովուրդը մեծ մարդիկ են տարիքով, տեղից աչոք կա գնա։ Տարիքով հարցեր ենք լուծում իմ ընկեր Վարդանը, նայեք հեսա պարոն վարչապետ, այլմատ բարևի Վարդանը։ Ուրախ եմ։ Ամեն ինչին շինարարի հետ հետևում, օրը 24 ժամ ստեղ կանգնած է, պարոն վարչապետ։ Շատ կարևոր է, կարևոր է իհարկե շինարարը պարկեշտ մարդա ուրախ ենք, շնորհակալ ենք, կառավարությունը հետևում է, բայց ինչքան շատ այդ
ասում ենք մենք սեփականության զգացում ինչքան ուժեղ է լինի, ոնց որ ձեր տունը կսարքեիք էլի։ Ես Այդ դες անում եմ։ այդ շատ կարևոր բան է։ Այստեղ ես կառուցել եմ իմ տունը, այս հողի վրա ես գնել եմ եւ ես դեռ սեփական տուն չունեմ, իմ պապական տունն է, ճիշտ է, վերանորոգած է սիրունա, բայց այստեղ կառուցել եմ իմ տունը, պարոն վարչապետ։ Շատ լավ է։ Մեր ամեն տունը այն կողմն է, ցույց տամ ձեզ, համել Շատ լավ է։ մեր ներքին Չարբախումի քիչ կոսնենք։ Բայց ես Դպրոցը որտեղ է։ դպրոցը այս երրորդ փողոցից աջ, մոտարապես այստեղից 500 մետր, 500-ից 700 մետր։ Ամեն օր մենք գնացել ենք դպրոց, ես սովորել եմ Երևանի 99 միջնակարգ դպրոցը, ավարտել եմ Գերազանց։ Ես դպրոցում լավ եմ սովորել։ Շատ լավ է։ Ավարտել եմ համալսարանը, պարոն վարչապետ։ Որ ֆակուլտետ է։ Ես իրավաբանական ֆակուլտետ, ես լավ եմ սովորել Գերազանցի։ Այստեղ իմ մաման էլ իմ դպրոց ինձ դասատուներից է մեր։ Զգուշ։ Ես շատ լավ եմ սովորել դպրոցում։ Գերմանիայել եմ գնացել դպրոցում ավարտել, բայց ոչ Գերազանց։ Այնտեղ արդեն որտեղ լեզու լավ չգիտեի։ Մաթեմատիկայից էլ ինչ հարցում է, Դες ճանապարհներն էլ պետք է սարքենք, հոսեն, չենք կա։ մեծ հարց է, որ գալիս եք